Դե ինչ վերադարձանք, իսկ մենք քիչ հետո խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի շուրջ, հատկապես հետաքրքիր նրանց, ովքեր որ սիրում են պատմությունը եւ պատմությունը փորփրել։ Եվ որովհետեւ այսօր հունիսի 9-ին Հայաստանում նշվում է որպես արխիվագետի օր։ Ես շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին, մենք նրան շատ հարցեր ունենք։ Հայկ Հովհաննիսյան, բարի լույս, Հայաստանի ազգային արխիվի մոնիտորինգի վերլուծության եւ մեթոդական աջակցության բաժնի պետ եւ Տաթևիկ Վարդևանյան, բարի լույս, Հայաստանի ազգային արխիվի հասարակական քաղաքական փաստաթղթի բաժնի պետ։ Բարի լույս եւ շնորհակալություն, որ մեր տաղավարում եք եւ այս կարևոր օրը կիսում եք մեզ հետ։ Արխիվների միջազգային օրն է հունիսի 9-ը, պատասխանատու գործ է, որի մեծ մասը երևի թե չի երևում, քան երևում է։ Ինչ խորհուրդ ունի այս օրը։ Նախ շնորհակալություն Հայաստանի ազգային արխիվի ներկայացուցիչներից հյուրընկալելու համար ձեր գեղեցիկ տաղավարում։ Այո, այսօր հունիսի 9-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես արխիվների միջազգային օր, այն ունի խորը մասնագիտական, պատմական եւ մշակութային խորհուրդ եւ առնչվում է մարդկության հիշողության պահպանմանը։ Հունիսի 9 պատահական չի ընտրվել, այն 1948 թվականի հունիսի 9-ին ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ստեղծվել է արխիվների միջազգային խորհուրդը եւ հետագայում 2007 թվականին խորհուրդը իր ստեղծման կարեւորությունը ամրապնդելու եւ արխիվների դերը հանրայնացնելու նպատակով օրը հռչակեց որպես արխիվների միջազգային օր եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել Հայաստանի ազգային արխիվի ներկա եւ նախկին աշխատակիցներին, ոլորտի վետերաններին, արխիվի տնօրինությանը, ուսումնասիրողներին, գիտնականներին եւ մաղթել, որպեսզի նրանց պատասխանատու աշխատանքը ավելի արժևորվի, իսկ Հայաստանի ազգային արխիվը համալրվի նորանոր ձեռքբերումներով։ Շատ լավ։ Ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի ազգային արխիվն ու ինչ նյութեր են այսօր այնտեղ պահպանվում։ Հայաստանի ազգային արխիվը Հայաստանի Հանրապետությունում արխիվային փաստաթղթերի վավերագրերի փաստորեն կարևորագույն շտեմարաններից մեկն է։ Ինչու եմ ասում շտեմարաններից մեկը, որովհետև փաստաթղթերի հետ կապված մենք ունենք Մաշտոցի անվան մատենադարանը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մատենադարանը, որոնք եւս շատ կարևոր են, սակայն եթե ձեր հարցը վերաբերում է Հայաստանի ազգային արխիվի պահպանվող փաստաթղթերի կազմին եւ բովանդակությանը, ես պետք է ասեմ, որ պետական արխիվում պահպանվում են ինչպես մշակութային նշանակություն ունեցող, այնպես էլ սոցիալական եւ հասարակական քաղաքական նշանակություն ունեցող փաստաթղթեր։ Ահա թե ինչն է տարբերում Հայաստանի ազգային արխիվը մշակութային այլ կազմակերպություններից։ Մեր փաստաթղթերը հիմնականում ունեն 200 տարվա պատմություն, այսինքն 1820-30-ական թվականներից են սկսվում։ Ճիշտ է, առաջին փաստաթուղթը 1607 թվականին է թվագրվում, որի մասին կարծում եմ հաղորդման ընթացքում կխոսենք, սակայն դա մեկ եզակի փաստաթուղթ է, իսկ մեր հիմնական փաստաթղթերը կրկնում եմ 1820-30-ական թվականներից են սկսվում։ Ինչ փաստաթղթեր են սրանք։ Այս փաստաթղթերը մարդահամարին վերաբերող փաստաթղթեր են, կարծում եմ մեր հեռուստադիտողներն էլ հաճախ լսում են կամ իրենք էլ հետաքրքրվում են տոհմագրությամբ, երբ մարդ դիմում է արխիվ, ցանկանալով իր տոհմածառը կազմել, իր պապերի մասին տեղեկատվություն իմանալ։ Ահա այս փաստաթղթերն էին, որ ժամանակին ռուսական իշխանությունները որոշեցին մարդահամար անցկացնել, որտեղ գրանցվում էին տվյալ համայնքում, տվյալ շրջանում բնակվող մարդկանց անունները եւ նրանց տարիքը։ Ես խիստ ուշադրություն եմ դարձնում տարիքին, որովհետև օրինակ եթե 1820 թվականին թվագրված փաստաթուղթ ունենք, որտեղ նշված է մեկ անձի տվյալ, որը այդ ժամանակ 70-80 տարեկան էր, կնշանակի, որ մեր փաստաթղթերում պարունակող տեղեկատվությանը պետք է ավելացնել եւս 70-80 տարի, այսինքն շուրջ 300 տարվա պատմություն է Հայաստանի ազգային արխիվում պահպանվող փաստաթղթերը պարունակում։ Սրանից բացի կարևոր է նաեւ փաստել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում դժվար է գտնել մի ոլորտ, որի վերաբերյալ փաստաթղթեր չեն պահպանվում Հայաստանի ազգային արխիվում։ Կրթություն, գիտություն, մշակույթ, արդյունաբերություն, կուսակցություններ, հասարակական քաղաքական կյանք,
այսինքն բավականին ներկայանալի արխիվային ֆոնդ ունենք եւ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների արձագանքը վաղտեղուշ հայտնվում է նաեւ Հայաստանի ազգային արխիվում փաստաթղթավորված եւ հավաստի տեղեկատվության տեսքով։ 1607 թիվ ինչ փաստաթուղթ է դա։ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են բացառիկ փաստաթղթեր, սակայն այդ փաստաթուղթը վերաբերում է 1607 թվականին, այն իրենից ներկայացնում է Պարսից Շահ Աբբաս առաջինի հրովարտակը, որը գրված է պարսկերենով, արաբատառ։ Այս հրովարտակը ուղղված է հայ մելիքներին, Մելիք Հայկազյաններին, որը տրվել է նրանց իրենց ժառանգական իրավունքները հաստատելու նպատակով հողերի նկատմամբ։ Սա ամենահին փաստաթուղթն է, որը պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում։ Ամենահին եւ պատմականորեն մեծ արժեք ունեցող, այո։ Ովքեր կարող են դիմել Հայաստանի ազգային արխիվին ու կան քաղաքացիները, ովքեր դիմում են ու ինչ պահանջներով է հետաքրքիր է դա իմանալ։ Հայաստանի ազգային արխիվ կարող է դիմել ցանկացած քաղաքացի, դեպ ուզում եմ նշել, որ ազգային արխիվ կարող են դիմել ոչ միայն մեր հայրենակիցները, այլև Հայաստանի տարածքից ապրող երկրի սահմաններից դուրս գտնվող մեր քաղաքացիները, օտար երկրացիները եւ չնայած ընդունված է համարել, որ Հայաստանի ազգային արխիվը միայն գիտնականների, պատմաբանների եւ ուսումնասիրողների համար է, սակայն այսօր պետք է ընդգծենք, որ Հայաստանի ազգային արխիվ դիմող քաղաքացիները շատ են, որոնք դիմում են տարբեր պատճառաբանությամբ, դա կլինի աշխատանքային ստաժի, աշխատավարձի, կրթության, իրենց գույքային եւ հողային իրավունքների նկատմամբ փաստաթղթերի պահանջով եւ այսօր շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում նաեւ անձնական ֆոնդերը, ծխամատյանները, լուսանկարները եւ այսպես կարելի է շատ երկար թվարկել, որովհետեւ դուք նշեցիք օտար երկրացիները, հա։ Այո, արխիվը այսօր փակ եւ գաղտնի հիմնարկ չէ, արխիվում պահպանվող բոլոր փաստաթղթերը գաղտնազերծված են եւ դրանք ծառայում են հանրությանը։ Հետաքրքիր է, չէ՞, օտար երկրացիները ինչ են փնտրում Հայաստանի ազգային արխիվում։ Տարեկան շուրջ 1000 ուսումնասիրող ենք ունենում Հայաստանի ազգային արխիվում, դրանց մոտավորապես 10%, այսինքն 100-ը օտարերկրյա քաղաքացիներ են։ Ինչ են փնտրում, այդ ձեր հարցը շատ հետաքրքիր է եւ եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու հայ ժողովրդի մշակութային արժեքների կարեւորությունը աշխարհի համար։ Տարբեր շրջաններում այդ մոնիտորինգային տվյալները, մոնիտորինգային հետազոտությունները երբ անցկացնում ենք, տեսնում ենք, որ պահանջարկն է փոխվում։ Անկախության տարիների սկզբներին գրեթե բոլոր հետազոտողներին, հատկապես օտարերկրացիներին հետաքրքրում էր Հայաստանի առաջին հանրապետության փաստաթղթերը 1918-ից 20 թվականներին։ Հատկապես այն ժամանակվա ազգային ժողովի, հա, պարլամենտի նիստերի արձանագրությունները, որը տեղեկատվություն է տալիս փաստորեն ամբողջ տարածաշրջանի մասին։ Ի վերջո հիշենք նաև, որ հայագիտական խոշոր ինստիտուտներ, հետազոտական կենտրոններ ունենք աշխարհի տարբեր համալսարաններում, առաջատար համալսարաններում, եւ դժվար է պատկերացնել, որ հայագիտությամբ զբաղվող հետազոտողը կարող է շրջանցել արխիվային փաստաթղթերը, որոնք փաստորեն տեղեկատվություն տրամադրելու առաջին օղակներն են։ Ահա այս փաստաթղթերի շնորհիվ է, որ նաև արխիվի միջազգային ճանաչելիությունը բարձրանում է։ Ինչ ճանապարհ է անցնում փաստաթուղթը, մինչև հասնում է արխիվ եւ արխիվացվում է։ Փաստաթղթեր, ինչպես գիտենք, ստեղծվում են պետական եւ մասնավոր տարբեր հիմնարկներում, քաղաքացիների մոտ, եւ ես նաեւ դասախոսությունների ընթացքում ուսանողներին անընդհատ հիշեցնում եմ, որ ամեն մարդ իր կյանքում ստեղծում է փաստաթուղթ անկախ իր կամքից։ Մեզնից յուրաքանչյուրը երբ ծնվում է, ծնունդը ինչ-որ միտեղ գրանցվում է եւ ստեղծում ենք ծննդյան վկայական, չէ՞։ Այսինքն մարդը իր կենսագործունեության ընթացքում անդադար ստեղծում է փաստաթղթեր։ Սակայն այս փաստաթղթերից ոչ բոլորը ունեն գիտապատմական արժեք եւ գործնական նշանակություն։ Մեր կազմակերպություններում ստեղծվող փաստաթղթերի մեծ մասը, գերակշիռ մասը ունեն պահպանության կարճ ժամկետ 3 տարի, 5 տարի, մինչև 10 տարի, իսկ այն մասը, որոնք բավարարում են այսպես պետական չափորոշիչներին, ենթարկվում են փորձագիտական արժեքավորման, ապա համալրում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմը։ Այդ չափորոշիչները հիմնականում 3-ն են՝ փաստաթղթի ծագումը, բովանդակությունը եւ ֆիզիկական առանձնահատկությունները։
Եթե այս 3 չափորոշիչներին համապատասխանում են, երկու տեսակի հանձնաժողով գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, տվյալ կազմակերպություններում գործող փորձագիտական հանձնաժողովը եւ Հայաստանի ազգային արխիվ պահակում գործող մեթոդական փորձագիտական հանձնաժողովը։ Այս երկու հանձնաժողովների դրական եզրակացությունը ստանալուց հետո փաստաթուղթը արագորեն համալրվում է արխիվային հավաքածուի կազմը։ Շատ հանձնվում է մշտական պահպանություն։ Իսկ ինչպես է պահպանվում հին ու վնասված փաստաթղթերը, շատ հետաքրքիր է դա։ Հին ու վնասված փաստաթղթերի պահպանությունը թող թույլ տրվի ասել արխիվային գործի այսպես առաջին մարտահրավերներից մեկն է, առաջնահերթություններից մեկն է։ Աշխարհում գոյություն ունեն տարբեր մեթոդներ, որոնք միտված են կոնսերվացնելու պահպանությունը ապահովելու փաստաթղթերը։ Հայաստանի ազգային արխիվում եւ գործում է փաստաթղթերի վերականգնման բաժինը կամ լաբորատորիան, ինչպես ընդունված է ասել։ Այս բաժինը զբաղվում է հին փաստաթղթերի վերականգնմամբ, ռեստավրացիայով։ Փաստաթուղթը ենթարկվում է բազմակի մշակման, փոշեհանվում է, ախտահանվում է, գոյություն ունեն հատուկ նյութեր, որոնց միջոցով այդ պատորված մասերը վերանորոգում են եւ շատ այսպես արժեքավոր հին փաստաթղթերը նաեւ մենք թվայնացնում ենք, որպեսզի հետազոտողները եւ մենք ինքներս օգտվենք սկանավորված, այսինքն թվայնացված տարբերակներից բնօրինակի կյանքը երկարացնելու համար։ Թվայնացման բաժինը, այսինքն ռեստավրացիայի բաժնին զուգահեռ եւս ակտիվ գործում է եւ թվայնացվում են արխիվացված բոլոր փաստաթուղթը ռեստավրացվում է, այնուհետև անցնում է թվայնացման։ Ինչն է ձեզ ոգևորում այս աշխատանքի մեջ, ինչն է ոգեշնչում, որ ամեն օր գնում եք այս գործին, այս աշխատանքին։ Հայաստանի ազգային արխիվում աշխատելը, ինչպես իմ համար, այնպես էլ իմ հետ աշխատող Հայաստանի ազգային արխիվում ցանկացած աշխատակից կփաստի, որ սա պարզապես աշխատանք չէ, սա առաքելություն է եւ ամենամեծ ոգևորությունը այն է, երբ որ դու մտնում ես արխիվ, մտնում ես առավոտյան, բացում ես պահոցի դռները եւ ձեռքդ ես առնում այդ փաստաթղթերը, դա շատ մեծ ոգևորություն է տալիս, որովհետեւ դու հասկանում ես, որ քո ձեռքերում է մեր երկրի պատմությունը, հիշողությունը, մեր անցած ուղին եւ պետք է նշել, որ եթե պետության սիրտը նրա մայրաքաղաքն է, ապա ազգային արխիվը նրա գենետիկական կոդն է եւ հենց այդ գիտակցումն է, որը մեզ ուժ է տալիս եւ ոգևորություն աշխատելու Հայաստանի ազգային արխիվում ավելի մեծ ոգևորությամբ։ Իսկ մենք մի օր կարող ենք գալ ուղղակի շրջայցի այնտեղ։ Ամեն օր կարող եք։ Եվ կցանկանաք։ Ես շատ Ցավալի է, որ մենք մինչ օրս չենք եղել շրջայցի, չնայած ես Գյումրիի ազգային արխիվում եմ եղել փաստաթղթերի փնտրտուքներով, այո։ Բայց Երևանում բնականաբար 1607-1820, Գյումրիում ըստ երևույթի 1920-ականներից էին պահպանվում փաստաթղթերը։ Մենք շնորհակալ ենք շատ ձեզ, որ դուք ժամանակ գտաք ու առավոտը սկսեցիք մեզ հետ։ Էլի եկեք այստեղ շատ մենք խոսալու ընդհանուր թեմաներ ունենք ու ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Իսկ մենք եւս մեկ անգամ ձեզ շնորհավորում ենք այս գեղեցիկ օրվա կապակցությամբ եւ ուժ ու եռանդ ձեզ շարունակելու այս ազգանվեր եւ կարեւոր գործունեությունը ծավալելու համար։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։ Շարժվենք։